Տավուշցին քաշում է իր մեղրը, փակում իր կոմպոտը, իսկ ադրբեջանական գյուղերում քուճապ է, մարդիկ դուրս են գալիս գյուղից։ Լրագրողների հետ հանդիպման ասել է Պաշտպանության նախարարության մամլոխոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Պատրաստ լինել իրական իրադարձությունների ծավալման պարագայում ամենաարդյունավետ միջոցներ ձեռնարկելուն նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել և վարել է Հայաստանի Հանրապետության կառավարության պայմանական նիստ։ Գյումրու հրապարակների թիվն ավելացավ մեկով, ավագան ու հերթական նիստում օրակարգային 29 և լրացուցիչ 8 հարց է քննարկվել։ Աջակցման ծրագրեր Շիրակի մարզի գործարարների ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են Գյումրիում։ Ամբաստանյալի կնոջ Ջեմա Խաչատրյանի տված ցուցմունքները լսվել են դռնփակ դատական նիստի կարգով։ Շարունակվել է Հարություն Գրիգորյանի սպանության գործով դատաքննությունը։ Օրվա նորությունների ընդհանրացմամբ այսօրի մարզային թողարկումն է եթերում, բարև ձեզ։ Ազգային ժողովում մեկնարկել են սահմանադրական բարեփոխումների նվիրված խորհրդարանական լսումները, քննարկումը բաց ֆորմատով է, այսինքն բացի խորհրդարանական ուժերից դրան մասնակցելու հնարավորություն են ստացել նաև արտախորհրդարանական ուժերն ու հասարակական կազմակերպությունները։ Լսումներին մասնակցում է շուրջ 100 հրավիրյալ քաղաքական տարբեր ուժերից, կազմակերպություններից, նաև ուսանողներ։ Սահմանադրական այս փոփոխություններով փորձ է արվում Հայաստանում զարգացնել ժողովրդավար ավանդույթները։ Այս մասին սահմանադրական փոփոխությունների թեմայով լսումներին հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ներկայացնելով առավելությունները, որ ըստ իրեն ունենալու է այս սահմանադրությունը։ Իշխանությունների տարանջատման սկզբունքը լրացվում է քաղաքական հավասարակշռության սկզբունքով, եթե այսօր շատ կարևորագույն օրենքներ անցնում են միայն մեծամասնության կողմ քվեարկելու արդյունքում և փոքրամասնությունը թեկուզ 2-3 ձայնով որևէ ազդեցություն չունի, ապա այս պարլամենտական համակարգում մենք ավելացրել ենք ընդդիմության դերակատարումը, ասել է նա։ Սեպտեմբերի 4-ին կայացել է Գյումրու ավագան ու հերթական նիստը, օրակարգային 29 և լրացուցիչ 8 հարց է քննարկվել։ Բավարարվել են տարբեր հասարակական կազմակերպությունների ֆինանսական խնդրանքները։ Արթուր Չիլինգարյանին, Ֆելիքս Գրիգորյանին, Հայկ Քոթանջյանին շնորհվել է Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում։ Գումար է տրվել նաև Գումարի արգելոց թանգարանին, Երկրապահ կամավորականների միության Գյումրու տարածքային բաժանմունքին, սոցիալապես անապահովների համար որոշվել է վառելափայտ գնել։ Հրդեհից տուժած 3 ընտանիք գումարային փոխհատուցում է ստացել։ Բոլոր հարցերը ավագանին քննարկել և հաստատել է Համերաշխության մթնոլորտում։
Բարի լուրով Սամվել Բալասանյանը սկսեց ծավալկանոնիստը բոլորին տեղեկացրեց, որ շուտով քաղաքը պարարվեստի դպրոց կունենա, այն գործելու է մամուլի տպագրության նախկին շենքում համայնքի բյուջեից 24 միլիոն տրամադրվեց 4 քառակուսի մետր տարածքը գնելու և որպես արվեստի օջախ ծառայեցնելու համար։ Գյումրու տոնակատարության կազմակերպման և անցկացման նպատակով ավականորոշմամբ 9 միլիոն դրամի հատկացում եղավ։ Այդ գումարի մի մասը կծախսվի սեպտեմբերի 5-ին Գյումրու օրը, մնացած գումարը նախատեսվել է անկախության օրվա նվիրված տոնակատարության համար, քանի որ քաղաքի տոնակատարության տոնական համերգը կայանալու է Վարդանանց հրապարակում, ցայք հեռուստաընկերությունը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս ձեռնամուխ եղավ այն ավելի մասսայականացնել հեռարձակելով եթերում։ Հաշվի առնելով իրականացվելիք աշխատանքների ծախսատարությունը, եթերավարձը, հեռուստաընկերության տնօրինությունը, Գյումրու քաղաքապետարանից աշխատանքների իրականացման համար հայցել էր պահանջվող գումարի ընդամենը 20%-ը, բայց միլիոնների հասնող բյուջեի մեջ այդ գումարը տեղ չգտավ։ Անկախության տոնը նաև Երկրապահ կամավորականների միության Գյումրու տարածքային բաժանմունքի ներկայացուցիչները կկարողանան հիշարժան դարձնել ավականին հաստատեց նրանց գումար և դիզելային վառելիք տրամադրելու նախագիծը 210,000 դրամ և 220 լիտր վառելային նյութ կտրվի ազատամարտիկներին Լեռնային Ղարաբաղ կատարելիք ամենամյա օգտագնացության համար։ Գումարային նոր հատկացում եղավ Ավետիսյանների գերեզմանների կառուցման վերջնական աշխատանքների իրականացման համար։ Հարազատների խնդրանքով որոշակի փոփոխություններ են կատարվել։ Աշխատանքները կատարող կազմակերպության դիմել են Ավետիսյանների ընտանիքը գերեզմանների փոփոխության հետ կապված աշխատանքների, ստացվեց այնպես, որ նախահաշիվը պիտի ավելանա, որպեսզի վերջնական փուլում արդեն վերջացնենք այդ աշխատանքները և փակենք Ավետիսյանների, ասենք, այդ ֆինանսավորման թեման։ Կդառնա 11 միլիոն 915 հազար։ Հրդեհներից տուժած և տնակներից զրկված գյումրեցի 3 ընտանիքի հատկացվեց գումար 300,000 դրամ տրվեց Շուշանիկ Սահակյանին, մյուս ընտանիքներին ավականին տրամադրել 100,000 դրամներ։ Սոցիալապես անապահովներն այս տարի ևս կարող են վառելափայտ ստանալ։ Համայնքի բյուջեից 11 միլիոն դրամ է նախատեսվում ծախսել վառելափայտի ձեռքբերման համար։ Առատաձեռն ավականին համայնքի բյուջեից գումար տրամադրեց Կոմպաս գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն հասարակական կազմակերպությանը, 500,000 դրամ ստացավ արտերասարտական, բնապահպանական և խորհրդատվական հասարակական կազմակերպությունը, ևս մեկ հասարակական կազմակերպության երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնին հատկացվեց 250,000 դրամ։ Բավարար
ներկայացվեց նաև թատերական գործիչների միության խնդրանքը 100 տարի և կես դար գրքի տպագրման համար Գյումրու համայնքի բյուջեից հատկացվեց 450,000 դրամ ժպիտ գոհար Գյումրու մանկիկ նախադպրոցական ուսումնական հաստատություններին տրվեց համապատասխանաբար 400,000, 500,000 և 100,000 դրամ առաջին երկուսը ջեռուցման խնդիր են լուծելու վերջին նկտուրի մասնակի նորոգման։ Գումար տրամադրվեց նաև Գումարի արգելոց թանգարանին։ Գյումրու հրապարակների թիվն ավելացավ մեկով Դուդկո և բուլվարային փողոցների հատման հրապարակն անվանակոչվեց Կուրսկի։ Կառուցվել այնտեղ հուշագոտող, որը բարեգործական շինություն է և կառուցվել է Ռուսաստանի հայերի միության Կուրսկի տարածաշրջանի բաժանմունքի ղեկավարի և նրա ժառանգների կողմից։ Ավագանու որոշմամբ հուշարձանների պուրակի վերջնամասում ոստիկանական հենակետի կառուցապատման ծավալների փոփոխություն նախատեսվեց։ Գյումրու ավագանու որոշմամբ Արթուր Չիլինգարովին, Ֆելիքս Գրիգորյանին, Հայկ Քոթանջյանին շնորհվեց Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումը։ Պարգևները նրանց կհանձնվի սեպտեմբերի 5-ին Գյումրու տոնակատարության ժամանակ։ Դրամական պարգևներ կստանան նաև Եվրոպայի և աշխարհաշինություններում, ինչպես նաև համահայկական 6-րդ ամառային խաղերին լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզիկներն ու նրանց մարզիչները։ Մեկ պարգև էլ որպես խրախուսանք կստանա Գյումրու քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետը լավ աշխատանքի համար։ Ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամներն անդրադարձել են նաև քաղաքի փողոցների քարուքանդ վիճակին։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշել է, որ ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորը ջերմուղն է։ Նաև ավելացրել է, որ առաջիկայում կդիմի կառավարության օգնությանը, որպեսզի այդ կառույցը տույժի ենթարկվի առանց թույլտվության քաղաքի փողոցները փորելու և ասֆալտացված կույտը վնասելու համար։
մարզային հեռուստաընկերության նոր եթերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 15-ից տեղական արտադրության հաղորդումների պակաս հեռուստադիտողը չի ունենա։ Լրատվականից մինչև ժամանցային, մանկականից մինչև գիտահանրամատչելի հեռուստաընկերություն վերազինվել է նոր սարքավորումներով։ Որակյալ եթերի հնարավորություն, որը տալիս է Ցայգ մարզային հեռուստաընկերությունը։ Փորձում եք տեղեկանալ տարբեր ոլորտների մասին, նորություն եք փնտրում։ Ուզում եք հայտնել առօրյան ու տարբերվող դարձնել։ Հիշեք, Ցայգ մարզային հեռուստաընկերությունը ձեր կողքին է, ավանդույթներին հավատարիմ ու միաժամանակ նորովի մատուցմամբ, նախագծեր ու ծրագրեր, հետաքրքիր գաղափարներ ու լուծումներ, որոնք ստեղծվում են մեզ մոտ։ Ձանձրանալու առիթ հաստատ չեք ունենա։ Նոր եթերաշրջանը հեռուստադիտողին անակնկալներ է խոստանում։ Այս եթերաշրջանում կրկին մեր դիտակետում պահում ենք հանրության կարծիքը ու այն հաղորդումները, որոնք հասարակությունը ուզում է դիտել, տեսնել մեր եթերից, բնականաբար ուշադրություն դարձնելով նաև կրթական, գիտահանրամատչելի հաղորդումների շարքին։ Նոր հաղորդումների ցանկ ունենք, որոնք շրջակերտները չբացեն, բայց սեպտեմբերի 15-ից արդեն տեղ կգտնեն մեր երեկոյան շրջանում։ Կան որոշ հաղորդումներ, որոնք համատեղ ծրագրերի արդյունքում են ստեղծվում, եւ ունենք հաղորդումներ, որոնք բացառապես սեփական նախագծեր են։ Ուրեմն այսպես, փաստեր, սա այն հարթակն է, որտեղ Արմեն Բադալյանը կխոսի ժողովրդին մտահոգող խնդիրների մասին, քաղաքականից մինչև սոցիալական, տնտեսականից մինչև արտաքին հարաբերություններ, արտագաղթ աղքատություն, իրավունքների ոտնահարում, կոռուպցիա, նման խնդիրների բախված հեռուստադիտողները կստանան իրենց հարցերի պատասխանները, ով է պատասխանատուն, ինչու եւ ինչպես։ Հաղորդման ֆորմատը որպես այդպիսին ընտրված է հասարակական քաղաքացիական ձևաչափի, որպես գերնպատակ դրված է հենց քաղաքացիական վերահսկողության ապահովումը, իսկ փաստեր շեշտված անվանումը գալիս է նրանից, որ մենք փորձելու ենք այդ տեղեկատվական լայն հոսքերի մեջ ընտրել հենց իրականը, ներկայացնել այն, ինչ որ իսկություն է, եւ մեկնաբանել ոչ միայն Գյումրու ընդհանուր համատեքստով, այլ նաև գլոբալ եւ պետական համատեքստերով։ Հիշեք, Հայաստանում իշխանությունը պատկանում է միայն ժողովրդին, բաց մի թողեք ձեր ձայնը բարձրացնելու եւ այն լսելի դարձնելու ձեր հնարավորությունը։ Որոնք են տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթները, ինչպես է աշխատում թիմը, կպարզի երկխոսության լսարանը։ Այն նպատակաուղղված է տեղական ինքնակառավարման մարմինների համայնքների
արտոնության ու թափանցիկության ապահովմանը։ Իսկ յուրաշխատանքային օրվա ավարտին ցայգն էկրանների մոտ կկանչի փոքրիկ հեռուստադիտողներին իրական հեքիաթ բարի գիշերի տաղավարում, որի անմիջական մասնակիցը կարող է լինել նաև ձեր երեխան։ Հաղորդման ընթացքում փոքրիկները կկարողանան երգել, պարել, ասմունքել, կունենանք նաև հյուրեր, որոնց հետ փոքրիկները կշփվեն։ Շտապեք, հայտերն արդեն ընդունվում են։ Նորությունները ցայգում այսքանով չեն սահմանափակվում։ 1-2 հաղորդման տաղավարում փոփոխություններ ենք կատարել, փոխելով և գլխագրերը, և հաղորդման մոտեցումները։ Փոփոխությունների ընթացքը ասեմ, որ դեռևս շարունակվում է։ Տեխնիկական վերազնումից խոսելուց անցել ենք նոր ձևաչափի, նոր տաղավարային լույսերի, որոնք հույս ունենք ավելի վառ ու հստակ պատկերի հնարավորություն կտան։ Նաև այսպես ասած HD որակի պատկերի ենք անցում կատարելու, որի պահանջը արդեն նոր թվային տեխնոլոգիաներն էր, որպեսզի անալոգից թվայինի անցումը ավելի հստակ լինի մեր հեռուստադիտողի համար։ Չենք մոռանում նաև արդեն սիրված հաղորդումների մասին նոր տաղավարներ, տեխնիկական վերազինում, լույս, ձայն, գույն, պատկեր, որակյալ եթերի հնարավորություն, որը տալիս է ցայգ մարզային հեռուստաընկերությունը, այնպես որ հետևեք մեզ ամեն օր ու ամեն րոպե աշխատանքային և հանգստյան օրերին։ Ցայգը մտածում է ձեր փոխարեն, աշխատելով ձեզ համար։ Նազել Եղբայրյան, Արթուր Մարգարյան, այսօր։ Շարունակում ենք թողարկումը։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է Հարություն Գրիգորյանի սպանության գործով դատաքննությունը։ Որպես վկաններ դատարանը ներկայացել Ամբաստանյալի կինը Ջեմա Խաչատրյանը և Արտակ Մարտիրոսյանը։ Համաձայն Ամբաստանյալի շահերի պաշտպանի միջնորդության Ջեմա Խաչատրյանի դատարանում տված ցուցմունքները լսվել են դռնփակ դատական նիստի կարգով։ Դատական նիստին թեև չէր ներկայացել տուժողի իրավահաջորդ Նելի Օհանյանը, Հարություն Գրիգորյանի կինը, այնուհանդերձ կողմերը չառաջկեցին դատական նիստը շարունակել առանց նրա մասնակցության։ Դատարանը որպես գործով վկա պետք է լսեր Ամբաստանյալի կնոջը Ջեմա Խաչատրյանին, սակայն մինչ վերջինս կներկայանար, Ամբաստանյալի շահերի պաշտպան Երևան Պարոսյանը հանդես եկավ միջնորդությամբ այն մասին, որ վկայի ցուցմունքը լսվի դռնփակ դատական նիստի կարգով։ Իրավահաջորդի շահերի պաշտպանների կարծիքով էլ վկան արդեն տվել է նախաքննական ցուցմունք, որտեղ մանրամասն արձանագրել
ստորագրվել են ինչպես ամուսնական, այնպես էլ արտամուսնական կապերի հետ կապված հարցեր։ Ըստ ուժեղ կողմի փաստաբանների դռնփակ նիստ անցկացնելու կարիք չկա։ Առավել ևս, որ նշված ցուցմունքները ենթական նաև միջուճ հրապարակման և հետազոտման դրամբաց դատական նիստում։ Տվյալ դեպքում տվյալ հարցի վերաբերյալ դատարանը նաև արդեն իսկ որոշում է կայացրել, որ պետք է իրականացվի երբ որ նրա նոթատետերն հետազոտվում հրապարակվում, դատարանը որոշում է կայացրել նաև, որ այս առումով դրամբաց դատական նիստ անցկացնելու կարիք չկա։ Հարվածում եմ և գտնում եմ, որ պետք է հարցաքննվի հյուրական դրամբաց դատական նիստում։ Գնում եմ, որ այս գործում չկա այնպիսի համագամանք, որ արդեն լուսաբանված չլիներ, ավելի ևս նոտատետեր, բացի մինչև դատականությունն արդեն իսկ մամուլով հստատեսությամբ այդ մասին խոսվել է, այսինքն և նրա ցուցմունքներում է խիստ անձնական հարցեր, հանգամանքներ չկան, որոնց վերաբերյալ կարող է նաև որոշում կայացվել դռնփակ լսելու համար։ Դատարանն այնուհանդերձ որոշել է Ջեմա Խաչատրյանին լսել դռնփակ նիստի կարգով։ Դալիճում ներկա գտնվողները դուրս հրավիրվեցին։ Փոխարենը նիստերի դալիճ մտավ վկա Ջեմա Խաչատրյանը։ Մի քանի րոպե անց ներկայացավ նաև տուժողի իրավահաջորդ Նելի Օհանյանը։ Դռնփակ դատական նիստը շարունակվեց շուրջ 3 ժամ։ Վկայի նիստերի դալիճից դուրս գալուց հետո նոր միայն պարզվեց, որ նա հրաժարվել է ցուցմունք տալ դատարանին։ Որոշվել է հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները։ Նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, սակայն դա ոչ չէ, որպես անձը, որը ներկայացել է դատաքննություն, ևս մեկ անգամ նրա այդ ճշտվի, թե արդյոք ինքը ցանկանում էր մերձավորազգականի դեմ ցուցմունք տալ, թե ոչ։ Նա նշեց, որ չի ցանկանում ցուցմունք տալ և այս պարագայում մեղադրողը միջնորդեց նախաքննական ցուցմունքները հրապարակել։ Նկատի ունենալով, որ դռնփակ դատական նիստ է, չեմ կարող դռնփակ դատական նիստի տվյալները հրապարակել։ Բայց եթե ինքը պիտի գար ներկայանար հրաժարվել ցուցմունք տալուց և այլն։ Դա նրա իրավունքն է, որ նախատեսված է և սահմանադրությամբ և քրեական դատավարության օրենսգրքով և ոչ ոք չի կարող սահմանափակել իր այդ իրավունքը։ Ես որպես այս գործով ներգրավված փաստաբան կարող եմ ասել, որ ոչ մի տարբերություն չկա, այսինքն նկատի ունենալով այն հանգամանքը, որ քրեական գործի այդ տվյալները նաև ցուցմունքները չեն կարող հրապարակվել, նկատի ունենալով դռնփակությունը, ես չեմ կարող դա այդ մասին խոսել։ Այնուհետ նիստերի դալիճ հրավիրվեց գործով վկա ճանաչված Արտակ Մարտիրոսյանը։ Վերջինս
միջնորդեց դատարանին իր ցուցմունք տալու ընթացքում արգելել տեսանկարահանումը։ Դատարանը բավարարեց վկայի միջնորդությունը։ Վկային լսելուց հետո դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդը կկայանա սեպտեմբերի 18-ին։ Ալա Բաղդասարյան, Արթուր Մարգարյան, այսօր։ Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման համար կառավարության կողմից ստեղծվել են կազմակերպություններ, որոնց նպատակն է աջակցել Հայաստանում բիզնեսի զարգացմանը։ Սեպտեմբերի 4-ին Գյումրիում կայացել է Շիրակի մարզի գործարարների հանդիպումը Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկության զարգացման ազգային կենտրոնի, ներդրումների ունիվերսալ վարկային կազմակերպության, Հայաստանի զարգացման հիմնադրամի և Հայաստանի արտահանման ապահովագրության գործության ներկայացուցիչների հետ։ Վերջիններիս կողմից ներկայացվել են մի շարք ծրագրեր, որոնք կնպաստեն մարզում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը։ Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը հիմնադրվել է 2004 թվականին։ Կազմակերպության ներկայացուցիչը ներկայացավ 2 ծրագրով։ Առաջինը նախատեսված էր սկսնակ, երկրորդը գործող բիզնեսի համար։ Մենք նաև բիզնեսի միջազգայնացման հետ կապված աջակցություն մենք հանդիսանում ենք եվրոպական ձեռնարկությունների ցանցի անդամ եւ այսինքն ցանկացած գործար, որը միջազգայնացման պոտենցիալ ունի, մենք իր համար կարող ենք ինչ-որ գործընկերներ գտնել, ինչ-որ տարբեր տեսակի տեղեկատվական խորհրդատվական աջակցություն արտահանման վերաբերյալ եւ այլն։ Ունենք 2 սպეციფიկ ծրագիր, որոնք պետական աջակցության մասով չեն արվում, ներառված չեն, բայց այնուամենայնիվ էլի պետական այլ ուրեմն նախաձեռնության արդյունք են։ Օրինակի համար գիտեք, որ հունվարի 1-ից նոր արդեն ասացի, բոլորը անցնում են նոր ՀԴՄ-ների կիրառման։ Մենք ամբողջությամբ փոխհատուցում ենք այդ 30-40 հազար դրամը։ Ծրագրի շրջանակում գործող կազմակերպություններին կտրամադրվի վարկ մինչև 5 միլիոն դրամ, 5 տարի մարմաժամկետով 10% տոկոսադրույքով։ Նաև իրականացվում է ուսուցողական խորհրդատվություն։ Մի հատ ծրագիր, որը այս պահին ճիշտ է արդեն իր ակտիվությունը գնալով նվազում է, բայց այնուամենայնիվ պահպանում են գյուղտեխնիկայի, ուրեմն բելառուսական տրակտորների եւ հարակից ուրեմն սարքավորումների վաճառքն է, որը մենք անում ենք գործարանի ինքնարժեքի գներով, այսինքն շուկայական գներից մոտ 25-30% ավելի ցածր գներով եւ ուվեկան իր հերթին շատ հոյակապ պայմաններ է առաջարկում դրա լիզինգի համար։ Ես մանրամասները չեմ ներկայացնի, ընդ որում ասեմ, կարծեմ պարզական ամենաշատը Շիրակի մարզում ենք իրացրել, չէ՞։ Ունենք
փոքր ու միջին ձեռնարկատիրության ներդրումների ունիվերսալ վարկային կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականին։ Ֆինանսավորվող ոլորտներն են արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Համաձայնվեք, որ ապրանքը տալով և սպասելով վճարում 2 կամ 3 ամիս հետո դուք որպես արտահանող կրում եք ռիսկեր, որ կարող է գնորդը սնանկ ճանաչվի կամ չուզեն վճարել կամ գնորդի երկրում այնպիսի իրադարձություններ տեղի ունենան, որոնք դարձնեն գնորդի կողմից վճարումը անհնար։ Օրինակի համար ռուբլու սրընթաց արժեզրկումը կամ Ուկրաինայում ռազմական գործողություններ և այլն։ Հենց այս ռիսկերը ծածկելու համար էլ ստեղծվեց մեր ընկերությունը, և եթե հայ արտահանողը արտահանում է ապրանք տարաժամկետ վճարման պայմանով, ապա վճարման օրը անցնելուց հետո, եթե գնորդը չի վճարում, որոշակի ընթացակարգից հետո մենք փոխհատուցում ենք արտահանման արժեքի մինչև 90%։ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության պատասխանատուն էլ ներկայացրեց արտահանման խթանման, շուկաների ընդլայնման և աճի, հասանելի և մատչելի ֆինանսական ռեսուրսների ստեղծման նպատակները։ Մեր կազմակերպությունը հանդիսանում է առանձնահատուկ ֆինանսական միջնորդ պետություն մասնավոր հատված համագործակցության կոնտեքստով, վարկերը տրամադրվում են առևտրային իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին։ Վարկերը տրամադրվում են կախված վարկի ժամկետից մինչև 3 տարի և մինչև 5 տարի ժամկետներով։ Եթե վարկի գումարն ուղղվելու է շրջանառու միջոցների համալրմանը, վարկերը տրամադրվում են սովորաբար մինչև 3 տարի ժամկետով։ Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Ժիրայր Արամյանը խոսեց արտահանման ուղղված քաղաքականության մասին, որը կնպաստի գինեգործության, կոնյակագործության, թեթև արդյունաբերության և ճարտարապետության զարգացմանը։ Ֆինանսավորում ենք, եթե ապրանքը որևէ արտահանվող շուկայում կարիք ունի սերտիֆիկացման, տվյալ շուկայի համապատասխան պահանջներին համապատասխան, ապա մենք կարող ենք ֆինանսավորել այդ սերտիֆիկացման ծախսերի 50%։ Դուք ուղղակի միջ ձեր ապրանքի միջ ապրանքի գրանցում այնտեղ սերտիֆիկացման ծախսերը իրականացնել, ուղղակի մեզ տեղյակ եք պահում, որ մենք այսպիսի խնդիր ունենք, դուք գնում եք այդ ծախսերը իրականացնում եք, ներկայացնում եք համապատասխան փաստաթղթերը, մենք ուղղակի սերտիֆիկատի տվյալ արժեքի մինչև 50%-ը մենք համաֆինանսավորում ենք, բայց մինչև 6 միլիոն դրամի սահմաններում։ Ծրագրերը ներկայացվեցին կազմակերպությունների ու գործարարների միջև հանդիպման արդյունքները տեսանելի կլինեն
թե ոչ ցույց կտա միայն ժամանակը։ Հեղինե Մանուկյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Սեպտեմբերի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունի շրջանի Կուրոպատ կինոբնակավայրի հյուսիսային ուղղությամբ տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Դիտարկման առաքելությանը Ղարաբաղյան կողմից ուղեկցել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Հորլիկը Twitter սոցցանցի իր միկրոբլոգում տարածել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ արձակված արկի բեկորի լուսանկարը։ Սա 120 մմ-անոց ականանետի արկ է, որը ըստ տեղեկությունների օգտագործվել է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում։ Նման սերունդն անընդունելի է, գրել է Հորլիկը։ Հիշեցնենք, որ այդ և այլ լուսանկարներ ավելի վաղ տարածել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ Վերջին շրջանում հակառակորդը սկսել է հաճախակի կիրառել խոշոր դրամաչափի հրաձգային և հրթիռահրետանային զինատեսակներ, ինչն ադրբեջանական քարոզչությունն անհաջողությամբ փորձում է հերքել։ Որպես ասվածի վկայություն ստորև ներկայացնում ենք ադրբեջանական առաջապահ ուժերի կողմից կիրառված նշված զինատեսակների լուսանկարային ապացույցները, ասվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։ Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կրակահերթերի պատճառով սեպտեմբերի 3-ին վիրավորվել է 3 քաղաքացիական անձ և 1 զինվորական։ Այս տեղեկատվությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամլոխոսնակարգ Հովհաննիսյանը, նշելով, որ զինվորականի կյանքին վտանգ չի սպառնում։ Քաղաքացիականների վիճակի մասին ոչինչ ասել չեմ կարող, մեր կողմից հսկվում տարվել են հիվանդանոցներ, զինվորականի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում։ Հաջողվել է տեղափոխել Երևան, հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով ընդհանուր իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է։ 3 լարվածությունը բարձր է եղել, չնայած նախորդ օրերի համեմատ մի փոքր ավելի ցածր։ Կրկին կիրառվել են ականանետեր, հրազենային տարբեր դրամաչափի զենքեր, հայկական կողմից պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է, ասել է պաշտպանության նախարարության խոսնակը։ Պաշտպանության նախարարի մամլոխոսնակարգ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքի էջում գրառում է կատարել, նշելով, որ մինչև հիմա հայկական կողմի պատասխանները եղել են միայն պաշտպանողական և ադեկվատ։ Հայկական լրատվամիջոցները
միջոցները ի տարբերություն ադրբեջանականների կարող են տեսնել, թե որտեղ ինչ է կատարվում։ Նա մասնավորապես գրել է. ադրբեջանական կողմը սեփական ինքնախաբեության փոխարեն ավելի լավ է մտածի սեփական դատարկող գյուղերի ու ազդիարանների մասին։ Շանթի 2015 պլանային ռազմավարական զորավարժությունների ընթացքում ծրագրված են տագնապներ, հավաքներ, տարհանումներ։ Պաշտպանության նախարարության մամլոք հարտուղար Շուրուն Հովհաննիսյանն ընդգծել է, որ բնակչությունը պետք է գիտակցված մոտենա այն հարցին, որ այսօր իրականանում են լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց շրջանակում կարող են լինել տագնապներ, հավաքներ, տարհանումներ։ Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձակատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը զորավարժության սցենարում առկա մտածածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը։ Պաշտպանության նախարարության խոսնակը շեշտել է զորքերի մեծ տեղաշարժի, այդ թվում հայկական զինված ուժերի կողմից սահմանին տանկեր մոտեցնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Շանթ 2015 ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահը այսօր հրավիրել և վարել է կառավարության պայմանական նիստ, որի ժամանակ նախարարները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում զորավարժությունների սցենարից բխող հանձնարարականների ընթացքը։ Զեկուցել որոշակի իրավիճակներում առաջացած խնդիրների վերաբերյալ և առաջարկություններ ներկայացրել դրանց լուծման ու կառավարման առավել արդյունավետ միջոցների կիրառման ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի մամլոք գրասենյակից։ Նիստի սկզբում նախագահը կառավարության անդամներին ուղղված խոսքում անդրադարձել է իրականացվող զորավարժությունների կարևորությանը, ընդգծելով, որ յուրաքանչյուր զորավարժություն փորձում է լուծել երկու կարևորագույն խնդիր՝ ուսուցողական և ստուգողական։ Վերջնական նպատակն է պատրաստ լինել իրական իրադարձությունների ծավալման պարագայում ամենաարդյունավետ միջոցներ ձեռնարկելուն, երկրի տարածքային ամբողջականության և անվտանգության նկատմամբ ծառացած սպառնալիքը վերացնելու համար։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 7-ին Մոսկվայում կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես ստում է գազետակետրուն, այդ մասին հաղորդում են Կրեմլից։ Օրակարգում լինելու են քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանը և եվրասիական տարածաշրջանում ինտեգրման առնչվող հարցեր, ասվում է հաղորդագրության մեջ։ Այսօր առավոտյան ուժեղ երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի տարածքում, հաղորդում է APA գործակալությունը, նշելով, որ էպիկենտրոնը դեռևս ճշտված չէ, դեպքից այլ մանրամասներ աղբյուրը չի հաղորդում։ Միայն նշում է, որ նույն ժամին երկրաշարժ է գրանցվել նաև Վրաստանում, Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ այսօր տեղական ժամանակով ժամը 8:49-ին
Ադրբեջանում գրանցվել է 5.3 մագնիտուդով երկրաշարժ ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-ից 8 բալ։ Երկրաշարժը զգացվել է Հայաստանի մի շարք բնակավայրերում, Վանաձորում 2-ից 3, Ստեփանավանում, Կապանում 3 բալ, Իջևանում, Նոյեմբերյանում 4 բալ, Չորրաթանում 3-ից 4, Այգեձորում 4-ից 5 և Երևանում 3-ից 4 բալ, ասված է հաղորդագրությունում։ Ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել Շիրակի մարզում, Ջաջուրի ոլորաններում, Վանաձորից Գյումրի ուղևորվող Կիա Ռիո մակնիշի ռուսական պետհամարանիշների ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը։ Մեքենայում 5 ուղևոր է եղել, վարորդ Արմեն Կիրակոսյանը, նրա կինն ու ևս 1 ուղևոր 1948 թվականին ծնված Ասիա Հովհաննիսյանը Ախուրյանի և Գյումրու շտապօգնությունների մեքենաներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն։ Մեքենայում գտնված 2 երեխաները տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։ Ըստ ճանապարհային ոստիկանության տեսուչ Սարգիս Աղաջանյանի, այս ոլորաններում մշտապես ճանապարհատրանսպորտային պատահարները հիմնականում պայմանավորված են արագության գերազանցումներով։ Մեքենան եկել է Վանաձորից, հիմնականում երթևեկության կանոնների խախտում, արագության գերազանցումն է և վարորդների անուշադրությունը, որովհետև ճանապարհը կավորված է բոլոր տիպի նշաններով, սահմանափակող արգելող, անուշադրության հետևանքով գերազանցել են արագությունը և շրջվել է մեքենան ձորը։ Շտապօգնություն եկել է և Գյումրիից և Ախուրյանից, միաժամանակ և Գյումրիից են եկել և Ախուրյանից։ Բժշկական օգնություն ցույց են տվել, ովքեր ենթակային տեղափոխման տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն, ովքեր ավելի մեղմ վնասվածքներ են եղել, տեղում բուժի օգնություն են ցույց տվել։ Թողարկման վերջում նշեմ, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է լավագույն մարզական ընտանիք մրցույթի մարզային փուլը հաղթահարած ընտանիքների հետ։ Վերջիններս առաջիկայում մասնակցելու են մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլին։ Շիրակի մարզպետը մասնակից ընտանիքներին մաղթել է հաջողություն և հորդորել Գյումրի վերադառնալ առաջին տեղը զբաղեցրած։ Հիշեցնենք, որ Շիրակի մարզը ներկայացնող մարզական ընտանիքը 2013 թվականին ընդհանուր թիմային հաշվարկում զբաղեցրել էր 3-րդ, 2014 թվականին 2-րդ տեղը։ Նախանցյալ տարի մեր թիմը հանրապետությունում 3-րդ տեղն էր գրավել, անցյալ տարի 2-րդ տեղը, խնդրեցի, ապսպրեցի, նաև քաջալերեցի, որպեսզի այս տարի մնացել է մի մրցանակ, այդ մրցանակ ինչ կստացվի, չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում մենք գնում ենք դրա համար։
Նորությունների շարքն այսպիսին էր, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս տեսություն։